դեմ չկա, որոշումն ընդունված է։ Կառավարությունը հաստատել է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը։ Փաստաթուղթը ներառում է 3 ռազմավարական նպատակ՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելում, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի եւ ացանցիալների ապօրինի շրջանառության դեմ պայքար, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ապացուցահեն, էթիկական, գենդերազգայուն բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերականգնման եւ վերաինտեգրման, ինչպես նաեւ հանրային առողջության պահպանման ապահովում։ Յուրաքանչյուր նպատակի շրջանակում նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ 13 ռազմավարական ուղղություններով, մասնավորապես թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման հետևանքների մասին բնակչության իրազեկում, անչափահասների եւ երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման եւ չարաշահման կանխարգելում, դատապարտյալների եւ ազատությունից զրկված այլ անձանց շրջանում թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի գործածման եւ չարաշահման կանխարգելում, զինծառայողների շրջանում թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի գործածման կանխարգելում, թմրամիջոցների օրինական շրջանառությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործում, ապօրինի թմրամիջոց գործածող անձանց համար սահմանափակումների նախատեսում, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմամբ պայմանավորված խանգարումներ ունեցող անձանց կայուն վերականգնման կառավարում եւ սոցիալական վերաինտեգրում եւ այլն։ Ինչպես նշել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ռազմավարական ծրագիրը անդրադառնում է թե մեր հանրության առողջությանը, առողջապահական ոլորտին, թե նաև հանրային անվտանգությանը։ Ըստ նախարարի, առաջին անգամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեման անդրադարձ է ունենում այս դիտանկյունից։ Հայաստանի Հանրապետության դեպքում բնականաբար տարիների կտրվածքով վերլուծել ենք իրավիճակը, ունենք բավական մտահոգիչ թվեր, ունեցել ենք մտահոգիչ թվեր եւ ըստ այդմ մեր ռազմավարական մոտեցումները վերադասավորել ենք այս տեսանկյունից եւ պիտի փաստեմ, որ եթե 2018 թվականին գրանցվել էր օրինակ այս խումբ հանցանքների 877 դեպք, 2021-22 թվականներին, երբ որ կառավարությունը նաև հայտարարեց այս խումբ հանցագործությունների դեմ պայքարը ավելի ինտենսիվացնելու քաղաքականության մասին, պիտի փաստեմ, որ թվերն էական աճ են ապրել, հաշվի առնելով բացահայտման աճի մասով մեր ունեցած տվյալները, եւ արդեն 2023 թվականին ունեցել ենք 5070 դեպքի արձանագրում։ Բայց այս տարվա կտրվածքով արդեն երբ որ 2023-ը վերլուծել ենք, մենք նկատել ենք, որ կարիք կա նաև փոխելու մեր քաղաքականությունը եւ ավելի շատ շեշտը դնելու ներմուծման շղթայի վրա եւ նաև արտադրության շղթայի վրա, որպեսզի հետագայում մանր չափի արդեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն եւ ունեցել ենք կոնկրետ արձանագրում արդեն վիճակագրական առումով եւ 2024 թվականին արդեն արձանագրել ենք 3639 դեպք, որը բնականաբար նվազում է իրենից ենթադրում։ Պարոն վարչապետ, նշեմ, որ բացի հանցավորության դեպքերի նմանատիպ իրավիճակից, այս նվազումը նաև հիմք է եղել նրա, որ մանր չափի հատկապես բուսական ծագում ունեցող թմրամիջոցների դեպքերում, երբ որ մենք ունեցել ենք հանցանքի մասին հաղորդում, այստեղ հաշվի առնելով իրացման դրվագի բացակայությունը հիմնականում վարչական իրավախախտման տրամաբանության մեջ են հարցը դիտարկել եւ եթե վիճակագրությունը նայենք, մեր բոլոր ռազմավարական մոտեցումները վիճակագրության մեջ հենց այդ կերպել արտացոլվել են եւ թմրամիջոցների հետ կապված վարչական իրավախախտումների տեսանկյունից ունեցել ենք աճ որպես այդպիսին։ Առողջապահության նախարարության կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից եւս վերջին տարիներին ունեցել ենք հաշվառված անձանց թվի աճ, ինչը մի կողմից դրական է, որովհետև ի վերջո մենք բարձրաձայնում ենք նաև կախվածությունների մասին, անձին կանցնում են հաշվառում, իսկ մյուս կողմից նաև վկայում է այն մասին, որ դեռ ունենք կախվածություն ունեցող այնպիսի անձիկ, որոնց հետ որ պիտի ճիշտ եւ գրագետ աշխատանք տարվի։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ ռազմավարական մոտեցման շրջանակներում, երբ 2023-ը համեմատում ենք 2024 թվականի հետ, արձանագրվում է, որ 2024 թվականի ընթացքում ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի եւ համագործակցության ինտենսիվացման արդյունքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կիլոգրամ թմրամիջոց, որը շուրջ 200 կիլոգրամով ավելի է, քան 2023 թվականին։ Եթե համադրենք նաև 2025 թվականի առաջին մի քանի ամիսների տվյալները, ապա արդեն իսկ հասցրել ենք համատեղ ուժերով դուրս բերել 173 կիլոգրամ թմրամիջոց ընդհանուր շրջանառությունից, կրկին թիրախավորելով հատկապես ներմուծման process-ը։ Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը պետք է լինի համալիր եւ առաջնահերթ ուղղված լինի ներմուծմանը եւ արտադրությանը։ Վարչապետը ընդգծել է, որ ռազմավարական մոտեցումը պետք է արդյունքները շոշափելի դարձնելու հնարավորություն տա
չնայած այս պահին եւս տեսանելի է մասնավորապես ներմուծվող մեծ խմբականակների բացահայտման տեսքով։ Նշենք նաեւ, որ ռազմավարությունը անցել է հանրային քննարկումների ծավալուն ու ներառական փուլ եւ լրամշակվել է քաղաքացիական հասարակության գործընկերների ու շահագրգիռ այլ պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում։ Իսկ ավարտված, շնորհակալություն։